Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շրիմադ Բհագավատամը եւ այս պահին գտնվում ենք երկրորդ երկի 10-րդ գլխում։ Շուկադեվը Գոսվամին նկարագրում է տիեզերքի արարման process-ները եւ ինչպես տեսանք նկարագրվում են այն հոգեբանական process-ները, այսինքն իրականում առաջին անգամ մանրամասը նկարագրվեց, թե ինչպես է գերագույն Աստծո անձնավորությունը ինքը տալիս մարմնավորումներ։ Եվ մենք տեսանք, որ այդ մարմնավորումը տալու համար գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ինչ-որ հոգեբանական տրանսֆորմացիաների է ենթարկում իրեն, որպեսզի համապատասխանի կենդանի էակների ցանկություններին։ Իր համար իրականում մեկ-մեկ այնպիսի արձագանքներ են տալիս լսողները, որ իրենց մոտ այնպիսի տպավորություն է, որ գերագույն Աստծո անձնավորության համար այդ տրանսֆորմացիաները ինչ-որ տաժանակիր process-ներ են, որ այ մենք իրան դարձրեցինք միայնակ, եսիմինչ մենք պետք է հասկանանք, որ իրականում նախասկզբնական գերագույն Աստծո անձնավորության վայելքը ոչ մի վարքյան ընդհանրապես չի տատանվում ոչ ած, ոչ ձախ, ինքը ինչպես եղել է ամենաերանելի անձնավորությունը նախասկզբնական տեսքով հավերժ երիտասարդ, շատ գեղեցիկ եւ այլն, այդպիսին էլ մնում է։ Այսինքն այդ process-ները, երբ որ մենք դες հետ քննարկում ենք, խոսքը չի գնում ինչ-որ սենտիմենտալ process-ների մասին, որտեղ գերագույն Աստծո անձնավորությունը ցավ է զգում, թե ինչ։ Ընդհանրապես այն ամենը, ինչ գերագույն Աստծո անձնավորության հետ կատարվում է, մենք պետք է հասկանանք, որ հավերժ մարմին ունեցողների համար, ինչ էլ որ իրենց հետ կատարվում է, դա ընդհանրապես խաղ է։ Խաղ է, որտեղ ինչ-որ գույներ են ստանում իրենց գոյությունը։ Եվ այդ նյութական աշխարհը ինքը տառապանք է դառնում միայն կենդանի էակների համար։ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը հանգիստ գերհոգու տեսքով, գերհոգին դա գերագույն անձնավորության նեյտրալ տրամադրությունների մարմնավորումն է, չէ՞։ Եվ այդտեղ մենք ինչ ենք ստանում։ Մենք ստանում ենք այդ իրականությունը, որ կենդանի էակները իրենք տառապում են նյութական աշխարհում, իսկ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը այստեղ ուղղակի անտարբեր նայում է, թե ինչպիսին է դառնում այն աշխարհը, որը հենված չի իր ցանկության վրա, այլ հենված է էգոիստական տրամադրություններ ունեցող կենդանի էակների ցանկությունների վրա։ Այսինքն այստեղ ոչ մի սենտիմենտալության հիմք չկա։ Եվ ուրեմն մենք տեսանք, որ այո, արիացիները իրենք, բայց գերագույն Աստծո անձնավորությունը, կներեք, սա վերջացնեմ հետո, Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը նախասկզբնականորեն գիտակցում է, որ կենդանի էակները իրենք բացի իրենց ցանկությունից ուրիշ ոչինչ չունեն։ Այսինքն ցանկությունը իրականացնելու հնարավորություններ չունեն, որովհետև ամեն ինչը, ինչ կա, դա գերագույն Աստծո անձնավորության էներգիաներն են։ Եվ մինչև ինքը իր համաձայնությունը չտա, որպեսզի կենդանի էակների որևիցե մի ցանկությունը կատարվի, այդ ցանկությունը չի կարող կատարվել։ Երբ որ մենք այսպես ենք ասում, շատ հաճախ մարդիկ իրենք հիմա էլ ընկնում են մի հատ ուրիշ սխալ հասկացողության մեջ, որ ուրեմն կենդանի էակները որ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը, այսպես էլի, իր կամքը թելադրում է կենդանի էակներին։ Ուղղակի հակառակը։ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը շատ ուշադիր է կենդանի էակների ցանկությունների հանդեպ, որովհետև ինքը, այսպես ասեմ, էլի գեղեցիկ անձնավորություն է իր ներքին աշխարհում, չէ՞, եւ ինքը չի սիրում չարաշահել իր դիրքը։ Եվ երբ որ ինքը գիտակցում է, որ կենդանի էակները իրենք կախված են իրանից, ինքը համաձայնվում է կենդանի էակների ցանկությունները կատարի կենդանի էակների ցանկությունները, որպեսզի իրանք էլ իրենց հետին ինչ-որ փորձ ունենան, որ կարողանան հասկանան, թե ասենք իրենց տարբեր գաղափարները ինչ հետևանքներ կարող են ունենան եւ արդյոք իրենց համար այդ հետևանքները իրենք ցանկալի են, թե ոչ։
Հասկանում եք, դրա համար Գերագույն Աստծո անձնավորության համար ուղղակի հակառակը, այդտեղ ոչ մի ինչ-որ սենտիմենտալ զգացմունքների բան տեղիք չկա, էլի, հասկանում եք։ Մենք պետք է հասկանանք, որ Գերագույն Աստծո անձնավորություն, երբ որ մենք ասում ենք ընդհանրապես այդ տրանսցենդենտալ խոսքը, դա նշանակում է, որ դա անձնավորություններ են, որոնք իրենք նյութական աշխարհին բնորոշ սենտիմենտալությունից բացարձակապես ազատ են։ Ինչու՞։ Որովհետև իրենք հենված են մաքուր գիտելիքի վրա։ Հասկանում եք։ Հիմա, ուրեմն, երբ որ մենք խոսում ենք արդեն ուրեմն արարչագործության մասին, մենք տեսանք, որ այո, կենդանեակները իրենք որպեսզի կարողանան իրականացնել իրենց անկախության ցանկությունը, Գերագույն Աստծո անձնավորության կամքից, պետք է ստանան մի աշխարհ, որտեղ Գերագույն Աստծո անձնավորությունը չկա, կամ եթե նույնիսկ կա, ինքը լրիվ, այսինքն 100%-ով կենտրոնացած է նյութական աշխարհում ապրող կենդանեակների ուրեմն բաների վրա, նյութական աշխարհում ապրող կենդանեակների խնդիրների վրա է կենտրոնացած եւ չունի ոչ մի անձնական կյանք։ Հասկանում եք, մենք դες այդ կամած քննարկում ենք, թե ամեն մի Աստծո այն տեսքը, որը տալիս են մարդիկ Աստծուն, իրանք իրականում ինչ հոգեբանական process-ների կամ ինչ հոգեբանական խնդիրների մասին է գնում խոսքը, չէ՞։ Հիմա, ուրեմն մենք շարունակում ենք, այս պահին գտնվում ենք երկրորդ երգի 10-րդ գլխի սահմաններում եւ իրականում արդեն համարյա թե ավարտում ենք երկրորդ երգը։ Ուրեմն Շրիմադ Բհագավատամ երկրորդ երգ 10-րդ գլուխ 44-րդ տեքստ։ Այս կերպ մեծ տրանսցենդենտալիստները նկարագրում են Տիրոջ գերագույն անձնավորության գործողությունները, սակայն մաքուր նվիրալները իրավունք ունեն տեսնելու ավելի բարձր տրանսցենդենտալ աշխարհները, որոնք դուրս են նյութական դրսևորման սահմաններից։ Տերն ինքը ներգրավված չէ նյութական աշխարհի ոչ արարման, ոչ էլ ոչնչացման մեջ։ Երբ վեդաները խոսում են նրա անմիջական միջամտության մասին, նրանք դա անում են միայն հերքելու այն միտքը, որ արարիչը նյութական բնությունն է։ Այստեղ հակիրճ նկարագրված արարման և ոչնչացման գործընթացը օրենք է, որը գործում է Բրահմայի մեկ օրվա ընթացքում, նույն օրենքին է ենթակա մահաթ ստեղծումը, որում նյութական էներգիան ցրվում է։ Ով թագավոր, երբ ժամանակը գա, ես կբացատրեմ քեզ, թե ինչպես է ժամանակը չափվում իր կոպիտ և նուրբ ասպեկտներով և կնկարագրեմ երկուսի տարբերակիչ հատկությունները։ Իսկ հիմա թույլ տուր ինձ սկսել Պատմակալպայի նկարագրությունը։ Այստեղ կանգնենք, այստեղ կանգնենք, որտեղ այդտեղ արդեն այդ ժամանակի հարցերն են քննարկվում։ Եվ այսպես, ուրեմն հիմա հնչում է մի հատ շատ հետաքրքիր տեքստ, ինչպես տեսանք, չէ, որտեղ Շուկադևը Գոսվամին ինքը առաջ քաշեց այդ գաղափարը, որ իրականում Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը չի մասնակցում, այդ ինչ որ մենք նոր քննարկում էինք, որ Գերագույն Աստծո անձնավորությունը իրականում ինքը չի մասնակցում նյութական աշխարհի արարման մեջ։ Այսինքն, այստեղ խոսացվեց երկու տեսակի տրանսցենդենտալիստերի մասին։ Մի կողմից խոսքը գնում է այն տրանսցենդենտալիստերի մասին, որոնք իրենք ստանում են ազատագրում, որովհետև մենք հասկանում ենք, որ համենայն դեպս ըստարիացիների հոգևոր ճանապարհը, երբ որ նկարագրվում է, այդ նկարագրության մեջ այսպիսին է, չէ, ընթացքը, մենք սա բազմիցս կրկնել ենք, ուղղակի ես ամեն անգամ ստիպված եմ կրկնեմ, որովհետև այդ ճանապարհի աստիճանները մենք ոչ մի վայրկյան չպիտի բաց թողնենք մեր ուշադրության կենտրոնից, այսինքն չենք հասկանա ընդհանրապես այստեղ ինչի մասին է խոսքը։ Եթե հիշում եք, մենք քննարկել ենք, որ
Առաջի փուլ, հա, 4 փուլից է բաղկացած։ Առաջի փուլ նյութական գոյության կարգավորում, երկրորդ փուլ ազատագրում, երրորդ փուլ գերհոգու իրականացում, չորրորդ փուլ գերագույն աստվածավորության հետ հարաբերությունների վերականգնում։ Հիմա տեսեք, ուրեմն, այս տեսանկյունից, երբ որ մենք նայում ենք, չէ, ապա մենք կարողանում ենք հասկանալ, որ նյութական աշխարհին վերաբերվում է միայն առաջի փուլը։ Հա, թեկուզ իհարկե կարող ենք ասել, որ այդ առաջի փուլի մեջ կենդանի էակը ինքը կյանքեր շարունակ պտտվում է։ Եթե խոսքը չի գնում ողորմածության դարաշրջանի մասին, այլ խոսքը գնում է ուղղակի սովորական աստվածակենտրոն դարաշրջանների մասին, ապա այդ դարաշրջաններում կենդանիակները իրանք արիական քաղաքակրթության մեջ ծնվում են, տասնյակ կյանքեր, այսպես ասենք, հա։ Տասնյակ կյանքեր, որտեղ իրենք կամաց հաստատվում են առաքինության մեջ, չէ՞, կյանքից կյանք։ Սկզբում ծնվում են որպես սովորական քաղաքացի, հետո այդ սովորական քաղաքացու մեջ սկսնակ եւ արդեն վարպետ, հետո ծնվում են արդեն առևտրականների, որտեղ իրենց վստահվում է հարստություն, հա, այսինքն տեսեք, երբ որ ինքը սովորական քաղաքացի է, հոգևոր դաշտում, չէ, ինքը ուղղակի բարեկեցիկ ապրող է։ Այսինքն մենք խոսեցել ենք արդեն, որ արիական քաղաքակրթության մեջ համենայն դեպս իր ծաղկունքի ընթացքում աղքատներ չկային, որտեվ իրականում արքաները իրենք հոգ էին տանում բոլորի մասին։ Եվ ինքը իրականում դա շատ նորմալ է, որովհետև եթե դա իրոք կրոնական պետություն է, ապա կրոնական մարդիկ, ես միշտ ասել եմ եւ ասելու եմ, որ իրական կրոնական մարդիկ իրենք չեն կարող հանդուրժել։ Իրենք չեն կարող հանդուրժել իրենց կողքը աղքատ եւ դժբախտ մարդկանց։ Դա բացառված է։ Հիմա, սիրելիներ, չէ՞, ինչպես ասենք, եւ ես միշտ բերում եմ Հնդկաստանի օրինակը բացասական տեսանկյունից, հա, որ մենք պիտի հասկանանք, որ Հնդկաստանը այս պահին բավականին շեղված է արիական քաղաքակրթության կիրառումից, բայց այսպես էլի առանձին անհատների մոտ մենք կարող ենք տեսնել այդպիսի արտահայտություններ, չէ, որ ասենք Հնդկաստանում եղած մարդիկ իրանք գիտեն, որ այո, այնտեղ կան հարուստներ, որոնք իրենք մշտապես զբաղված են իրենց հնարավորությունների սահմանում աղքատ մարդկանց մասին հոգ տանելով։ Եվ կան մարդիկ, որոնք իրենց ամբողջ կյանքում ամեն Աստծո օր ինչ-որ մի հատ որոշակի փողոցում բերում իրաց վրա պարտականություն են բերում եւ վերցնում եւ բերում են աղքատներին, հատկապես նրանց, ովքեր այնքան աղքատ են, որ նույնիսկ տուն չունեն եւ փողոցներում են ապրում, իսկ այդպիսիները Հնդկաստանում ահա որ մեծ քանակություն է, չէ՞, եւ իրանց օրը երկու անգամ կերակրում են։ Հա, բայց ասեք մնացած բոլոր դեպքերում, ուրեմն երբ որ ինքը արիական քաղաքակրթության մեջ սովորական քաղաքացի է ծնվում, ինքը ուղղակի բարեկեցիկ է։ Հետո երբ որ ինքը էվոլյուցիայով բարձրանում է եւ արդեն ծնվում է առևտրականների խավի մեջ, այդտեղ ինքը դառնում կամաց իրեն վստահվում է հարստություն, այսինքն երբ որ ինքը ոչ թե որտեղ երբ որ ասում ենք բարեկեցիկ է, դա նշանակում է, որ ինքը ունի այն ամենը, ինչ որ իրեն անհրաժեշտ է։ Իսկ երբ որ մենք ասում ենք հարուստ է, դա նշանակում է, որ ինքը ունի ավելին, քան իրեն անհրաժեշտ է։ Եվ այդտեղ, ուրեմն, արիացիները իրենք հարստությունը վստահում էին միայն այն մարդկանց, ովքեր որ այլ ինչ որ իրանց մոտ ավելին է, այդ ավելին օգտագործում են։ Այսպես էլի պատկերավոր ասած, ոչ թե Երևանից Ֆրանսիա թռնել մի գավաթ սուրճ խմել եւ վերադառնալու վրա, հա, այլ ավելցուկը միշտ օգտագործվում է հասարակությանը օգուտ տալու համար։ Եվ ասենք հետագայում այդպես, այսինքն ինքը ծնվում է առևտրականների խավում որպես բան, ամենացածր, որպես վաճառող, եթե մեր ժամանակների խոսքով ասենք, չէ, եւ աճում է այնտեղ մինչեւ օլիգարխ։ Օլիգարխ երբ որ ծնվեց, ճիշտ օգտագործեց հարստությունը ի բարօրություն կրոնական հասարակության համար, չէ, ինքը ծնվում է իշխանավորների դասում։ Իշխանավորների դասում ծնվում է կամ չինովնիկ, հա, այդ որ բաների
պետական համակարգով աշխատում են այն ամենացածր գործողները, որ անմիջապես մարդկանց հետ գործ ունեն, չէ՞։ Եվ ասենք բան, որպես զինվոր, հա, հետո իրանք այդտեղ սկսում են աճել։ Մինչև թագավոր, այսինքն թագավոր է ծնվում կենդանի էակը եւ դրանից հետո ծնվում է թագավորական ընտանիքում կամ կառավարական ընտանիքում եւ դրանից հետո ծնվում է արդեն բրահմանների, ուրեմն կաստայի մեջ։ Հասկանում ենք, որ այս ծնունդները իրենք բավականին մեծ քանակությամբ են, այսինքն գերագույն Աստծո անձնավորությունը ինքը կյանքից կյանք բավարարում է կենդանի էակի ուրեմն այդ հարուստ բարեկեցիկ լինելու ցանկությունը նյութական աշխարհում, բայց եւ իր շահագրգռվածությունը այն է, որ կենդանի էակը այդտեղ կամաց սովորում է ուրեմն իր վարպետությունը ծառայեցնել հասարակությանը, այսինքն ուրիշ կենդանի էակներին, սա է իր համար կարևորը։ Երկրորդը իր հարստությունը ծառայեցնել ուրիշ կենդանի էակներին։ Երրորդը իր իշխանությունը, այսինքն իր առավելությունը ծառայեցնել հասարակությանը, հա, եւ իր իմաստությունը ծառայեցնել հասարակությանը։ Այսինքն հոգին ինքը այդ ամեն ինչն է սովորում։ Այև որ ինքը այդ ամեն ինչը սովորեց, չէ՞, դա ինչ է անում։ Դա իրան դուրս է բերում էգոիզմից։ Տեսա՞ք, հասարակությանը։ Այսինքն ոչ միայն նրանցում ես եմ կապված, այլ բոլորին։ Հասկանում եք։ Որովհետև երբ որ մենակ նրանցում ես եմ կապված, դա առաքինություն չի, դա բան է, տարածված էգոիզմի դրսևորումներն են։ Մենք դա արդեն ձեզ հետ քննարկել ենք, չէ՞։ Հիմա տեսեք սիրելիներ, ուրեմն այս տեսանկյունից, չէ՞, բավականին երկար ճանապարհ է, այսինքն մենք կարող ենք ասել, որ ամենաերկար ճանապարհը հոգին ինքը անցնում է հենց այդ կարմա յոգա կոչվածում, այսինքն այդ նյութական գոյությունը կարգավորելու ընթացքի մեջ, բայց հետագայի երրորդ երեք փուլերը իրանք հոգևոր են, տրանսցենդենտալ են, որովհետև երկրորդ փուլում կենդանի էակը ինքը արդեն, երբ որ իմաստությունը հասավ այն աստիճանի եւ իմաստությունը եւ հրաժարումը հասավ այն աստիճանի, որը անհրաժեշտ է, այսինքն կատարելության, կենդանի էակը ինքը ստանում է ազատագրում։ Այս ազատագրվածները իրանք դրսից են տեսնում, այդ ինչպես ասում եմ մակրոանալիզով, չէ՞։ Մենք ինչ ենք խոսում, չէ՞, որ ասում ենք, որ միշտ կա միկրոանալիզ եւ մակրոանալիզ։ Միկրոանալիզը դա նշանակում է դուք դեռ process-ի մեջ եք։ Դուք process-ի սահմանը չեք տեսնում, այդ ժամանակ դուք process-ով գերված եք եւ զբաղված եք այդ process-ով։ Երբ որ դուք արդեն կարողանում եք այդ process-ը գնահատել դրսից, դա միշտ նշանակում է, դուք տեսնում եք իր սկիզբը, այսինքն ում համար է նախատեսված այդ process-ը եւ երբ է process-ը համարվում ավարտված։ Այև որ դուք տեսնում եք այդ սահմանները, դա նշանակում է, որ այդ process-ները ձեզ համար արդեն անցած process-ներ են։ Դա կլինի անցյալ կյանքում եք, եթե անցյալ կյանքում եք անցել, ուրեմն այս կյանքում պատրաստի ձևով այդ գիտելիքը ձեր մեջ արտահայտվում է, որ դուք ուղղակի գիտեք եւ վերջ։ Թեկուզ եւ այս կյանքում չեք ուսումնասիրել, հասկանում եք։ Եվ ուրեմն այդ մակրոանալիզով դրսից հիմա առաջի կարգի տրանսցենդենտալիստները, այսինքն ազատագրված հոգիները, դրանք ովքեր են։ Դրանք են, ովքեր պարզ տեսնում են նյութական աշխարհը, այսինքն ամբողջական իր սահմաններում մեջ։ Հասկանում եք։ Եվ ուրեմն իրանք կարողանում են գնահատել այն ամեն ինչը, ինչ որ Շուկադևը Գոսվամին ասեց միջև այս պահը։ Նյութական աշխարհ, արարիչ, այդ արարչագործության ուրեմն էտապ փուլերը եւ այլն, չէ՞։ Հիմա կներեք։ Եվ ուրեմն հաջորդ քայլով հիմա Շուկադևը Գոսվամին ինքը խոսեց, ինքը ասեց, բայց Աստծո նվիրյալները, այսինքն տեսեք, նվիրվածությունը ինքը իրականում այդ տրանսցենդենտալիստների մեջ, որոնք իրանք 3 փուլով են, չէ՞, իմաստունները, այսինքն ազատագրված
հոգիները, յոգերը եւ նվիրալները։ Եթե մենք յոգա խոսքը չօգտագործենք իրականում, եւ մենք արդեն ասել ենք, որ իրականում բոլոր 4 փուլերը իրանք կոչվում են յոգա. կարմա յոգա, գյանա յոգա, դհյանա յոգա, բhakti յոգա։ Այսինքն գործողությունները կապեցինք Աստծո հետ, արժեքային համակարգը կապեցինք Աստծո հետ, կենտրոնացումը կապեցինք Աստծո հետ եւ սիրելու ունակությունը կապեցինք Աստծո հետ։ Յոգա նշանակում է բացարձակի հետ կապի վերականգնում։ Այլ ոչ թե ֆիզիկական մարմինը կարգի բերելու process։ Դա ուղղակի վարժություններ են, որոնք իրենք նախատեսված են վերջնականում լոտոսի պոզան իրականացնելու համար։ Հիմա տեսեք, սիրելիներս, չէ՞։ Ուրեմն, այս 3 տրանսցենդենտալիստերի մեջ նրանք, ովքեր որ իրականացնում են գերհոգում, չէ, իրանց դիրքը ոնց որ միջանկյալ է։ Այստեղ սկզբում ազատագրում ստացածը ինքը, ինչպես մենք խոսացել ենք դրա մասին, ինքը հայտնվում է բրահմանի լույսի մեջ։ Եվ նյութական աշխարհը ինքը կարող է տեսնել, այսպես էլի, դրսից։ Այդ դրսից ինքը տեսնում է արարչին, եւ թե ինչպես է արարիչը ինքը արարում նյութական աշխարհները եւ ինչպես է ինքը ոչնչացնում նյութական աշխարհները եւ ինչ դիրք է գրավում նյութական աշխարհի գոյության ընթացքում։ Երբ որ մենք խոսում ենք արդեն յոգայի մասին, չէ՞, յոգայի վերջնական նպատակը եւ նրա վերջնական արդյունքը դա գերհոգու իրականացումն է։ Այսինքն, երբ որ կենդանեակը ինքը ոչ թե գիտակցում է, որ կա գերհոգի, այլ տեսնում է, այսինքն հոգևոր աչքերով տեսնում է գերհոգուն իր սրտի մեջ եւ մնացած բոլոր ուրիշ կենդանի էակների սրտի մեջ։ Իրականում հենց այդ իրականացումն է, որ կենդանեակին հնարավորություն է տալիս, որպեսզի ինքը ճիշտ հասկանա, թե ցանկացած կենդանեակ, որը հայտնվեց իր կյանքում, ինչի համար հայտնվեց, եւ ցանկացած կենդանեակ, որը հեռացավ իր կյանքից, ինչ պատճառով հեռացավ։ Եվ այդ ժամանակ է, որ կենդանեակը ինքը տեսնում է եւ այդ գալու եւ այդ գնալու բացարձակ արդարությունը։ Եվ դա հիմք է դառնում, որ ինքը երբեք չի խորասուզվում ողբի մեջ։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Ուրեմն հիմա կարողանում եք տեսնել, որ Շուկադևը Գոսվամին ինքը հենց դրա մասին խոսեց, չէ՞, որ տրանսցենդենտալիստները, այսինքն այդ ազատագրված հոգիները, իրանք ինք ասեց, ես նկարագրվեց այդ ամեն ինչի որ մենք հիմա նկարագրեցի, նկարարողության մասին այլի, տրանսցենդենտալիստները իրանք դա են տեսնում։ Հա, հիմա տեսեք, յոգայի աստիճանում է, երբ որ հիմա էլ առաջին անգամ կենդանեակը ինքը հանդիպում է հոգևոր բազմազանության հետ։ Այսինքն, երբ որ ինքը տեսնում է, սեփական աչքերով տեսնում է գերագույն Աստծո ազնվորությունը, որտեղ բրահմանի մեջ չկա ոչ մի բան, չէ՞։ Եվ ազատագրված հոգին ինքը հոգեբանական տեսանկյունից, այնտեղ մի քիչ բաներ կան մենք 3-րդ երկում, դա կքննարկենք, հա, բայց այդ բրահմանի մեջ ինքը ոչ մի բան չի տեսնում, տեսնում է լույսը եւ նյութական աշխարհը։ Հիմա հայտնվեց գերհոգին։ Առաջին բազմազանությունը։ Եվ գերհոգին է, որ դարպաս է, որպեսզի կենդանեակին թույլ տան, որ ինքը տեսնի հոգևոր աշխարհը։ Այդտեղ ինչ-որ process-ներ են գնում, էլի։ Ներքին թե ինչ process-ներ, մենք դա դες այդ շատ ավելի, մի քիչ ավելի ուշ կքննարկենք, շատ ավելի չէ։ Հասկանում եք, չէ՞։ Եվ հիմա Շուկադևը Գոսվամին ասում է, իսկ նվիրյալները, այսինքն նրանք, ովքեր որ, ինչ է շակում նվիրյալ։ Նվիրյալ դա նշանակում է այն կենդանեակները, որոնք իրենք ուղղված են գերագույն Աստծո ազնվորության ցանկությունները կատարելուն։ Մենք կարող ենք ասել կարմա յոգայում էլ է դա այդպես։ Բայց այդտեղ ահռելի տարբերություն կա, որտեղ կարմա յոգայում կենդանեակը ինքը կատարում է պարտականություններ, նախասահմանված պարտականություններ, ինչի համար, որ ինքը նյութական աշխարհում լինի երջանիկ։ Սա նյութական մոտիվ է, չէ՞։ Որտեղ կենդանեակը ինքը իրականում օգտագործում է Աստծուն, որպեսզի երկարացնի իր նյութական գոյությունը։ Հիմա
Եվ կա հաջորդ փուլը, երբ որ գերագույն Աստծո ազնվորությանը կենդանիակը ինքը վերաբերվում է այդպես, որ իր համար շատ կարևոր է, որպեսզի գերագույն Աստծո ազնվորության ցանկությունները կատարվեն։ Եվ այդպիսի ազնվորությունները իրենք կոչվում են նվիրալներ, այսինքն նրանք, ովքեր որ մեծ նվիրվածությամբ կատարում են գերագույն Աստծո ազնվորության ցանկությունները իրեն բավարարելու համար։ Դա կոչվում է նվիրված ծառայություն, մատուցած գերագույն Աստծո ազնվորությանը։ Հասկանում եք։ Ուրեմն, այս իմաստով, չէ, մենք կարողանում ենք տեսնել, որ նկարագրությունը ինքը սրա մասին էր։ Եվ արդեն այդ անձնավորությունները իրանք տեսնում են, որ նախասկզբնական գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ներգրավված չի նյութական աշխարհի ոչ արարման եւ ոչ էլ ոչնչացման մեջ։ Այսինքն ազատագրվածները, հասկանում եք, որովհետեւ օրինակի համար ասենք, սա շատ կարևոր կետ է, որտեղ երբ որ մենք ասել ենք, որ արիացիների սուրբ գրվածքները իրանք շատ բարդ կառուցվածք ունենք, որովհետև դա մի հատ գրվածք չի, հա? Իրանք հոգևոր զարգացման ամեն մի էտապի համար ունեն իրան այդ էտապին համապատասխան սուրբ գրվածքը, չէ՞։ Ասենք 4 վեդաները, ուպանիշադները, պուրանաները եւ բhagavatam-ը, հա? Համապատասխան կարմա յոգայի, գյանա յոգայի, դհյանա յոգայի եւ բhakti յոգայի համար նախատեսված, չէ՞։ Հիմա տեսեք, եթե մենք ձեզ հետ ուսումնասիրում ենք, օրինակ ուպանիշադները, հասկանում եք, չէ՞։ Գերագույն Աստծո ազնվորության դիրքը այդտեղ ուրիշ է, որովհետեւ ինքը ընկալվում է, այսինքն ոչ թե սուրբ գրվածքը հակասություն ունի իր մեջ։ Առաջինը այս է, որ դա չի։ Եվ ոչ էլ իմպերսոնալիստներն են խափում, երբ որ իրանք նկարագրում են, որ նյութական աշխարհը ունի իր արարիչը։ Հասկանում եք, որովհետև իրանց մակարդակից դա է երևում, եւ ինչ որ իրանց երևում է, իրանք դա էլ խոսում են։ Օրինակ, ասենք իմպերսոնալիստները, չէ, իրենք ասում են, որ իմպերսոնալ բրահմանն է, իմպերսոնալ բրահմանից է առաջանում բազմազանությունը։ Իրականում, չէ, տրամաբանության տեսանկյունից, եթե իրանք հետևեն տրամաբանությանը, իրանք կնկատեն, որ տրամաբանության տեսանկյունից սա անհեթեթ գաղափար է, որովհետև իրա մեջ ոչ մի բան չպարունակող լույսը երբեք, այսինքն ոչ մի պահի ինքը պատճառ չունի եւ կներեք պոտենցիալ չունի արտահայտի բազմազանություն եւ բազմազանության աշխարհ իր ամբողջ կառուցվածքային եւ հոգեբանական ուրեմն բարդություններով։ Հասկանում, եթե տրամաբանությանն ենք հետևում, բայց իմպերսոնալիստները իրենք համառորեն պնդում են, որ կենդանիակները արարվում են իմպերսոնալ բրահմանից եւ իրանք չեն ստում։ Հասկանում եք, իրանք իրականում դա տեսնում են։ Այ որ իրանք դուրս եկան, չէ, նյութական աշխարհից դուրս եկան, տեսան մտան իմպերսոնալ բրահմանի մեջ։ Ինչպես են նկարագրում նվիրալները։ Այն նրանք, ովքեր տեսնում են հոգևոր աշխարհը։ Իրանք ասում են, այո, երբ որ կենդանիակը ինքը հաստատվում է լույսի մեջ, ինքը միևնույնն է պահպանում է գիտակցությունը։ Այսինքն ինչ է տեսնում իմպերսոնալիստը։ Ինքը տեսնում է, որ կան այսպիսի գիտակցության մասնիկներ, որոնք չունեն մարմիններ, հասկանում եք, եւ այդ գիտակցությունը հոպ ինքը մեկ էլ ակտիվացավ, գնաց դեպի նյութական աշխարհ, մտավ, անցավ մահատատվայի մեջով, այն պլաստիլինը, որ մենք ասում էինք, այդտեղ ինչ-որ նյութական մարմին վերցրեց ու ծնվեց նյութական մարմնում։ Իրանք դա են տեսնում։ Եվ դրա համար այդպես են նկարագրում։ Հասկանում եք, հիմա կան ուրիշ կարգի տրանսցենդենտալիստներ, որոնք իրանք տեսնում են հոգևոր աշխարհը։ Հասկանում եք, եւ իրանք այնտեղից տեսնում են,
որ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը իր համար, իր վայելքների մեջ, մինչև դա էր նստած այնտեղ իր համար վայելում, դրանից հետո էլ է նստած այնտեղ իր համար վայելում։ Եվ իր համար ոչինչ չի փոխվում։ Հասկանում եք։ Բացարձակապես ոչինչ չի փոխվել։ Այն նվիրալներն են ինքը այդպես, իրանք էլ այդպես են տեսնում։ Այսինքն ոչ այս տրանսցենդենտալիստներն են ստում, ոչ էլ են։ Ուղղակի ամեն մեկը խոսում է այդ ամեն ինչի մասին համապատասխան իր իրականացման կետից։ Եվ ինչ որ տեսնում է, դա էլ ասում է։ Իսկ պերսոնալիստը լույսից են կողմ ոչինչ չի տեսնում։ Հասկանում եք, եւ դրա համար ուպանիշադներում, չէ, կա մի փոքրիկ այդպիսի ուպանիշադ, բան, որը ինքը կոչվում է Շրիշ ուպանիշադ, հա, այսինքն ինքը Իշոպանիշադ է։ Եվ այդտեղ հենց այդպես էլ գրված է, որ իմպերսոնալիստը ինքը աղոթում է Աստծուն եւ ասում է՝ «Տար այս լույսը իմ աչքերից, որ ես կարողանամ տեսնեմ քո ժպտադեմ դեմքը»։ Հա, սա երբ է գալիս այս կետը։ Գալիս է, երբ որ կենդանիակը ինքը հագենում է այդ միապաղաղ լույսից։ Իսկ ուշ թե շուտ ինքը անպայման հագենում է, որովհետև ինչպես ասում են պերսոնալիստները, լինել անձնավորություն, դա կենդանիակի հավերժ բնությունն է։ Եվ ինքը վերջնակետում չի կարողանում համակերպվել այդ ոչինչ չլինելու իրականությանը։ Այսինքն ինքը իրականացրեց, որ ինքը հավերժ է եւ ունի գիտակցություն։ Այն հավերժ այդ լույսի մեջ ունենալով գիտակցություն, ինչ պիտի անի։ Եվ ինչ որ մի պահ է գալիս, որտեղ չբավարարվածությունն է, չէ՞ գալիս։ Հասկանում եք։ Բայց այդ թեմաները մենք թեկուզ ընթացքում չեմ դիմանում, քննարկում ենք, բայց դե ուզում եմ ասեմ, տեղի կգա մի քիչ ավելի մանրամասն քննարկենք, եթե այս պահին ամեն ինչը չէր, որ հասկանալի էր։ Եվ այս տեքստը ինքը, որը մենք առաջինը կարդացինք, ինքը շատ խիտ տեքստ էր։ Շատ խիտ տեքստ էր հենց այդ տեսանկյունից, որ մենք պիտի հասկանանք, էլի, որ ազատագրվածները իրենք տեսնում են, որ կա արարիչը, եւ արարիչն է արարում նյութական աշխարհը, պերսոնալիստները իրանք տեսնում են, որ իրական վերջնական գերագույն Աստծո անձնավորությունը նախասկզբնական ինքը ընդհանրապես ոչ մի փոփոխություն չի կրում։ Ինքը իր համար, իր վայելքի, իր երանության մեջ, իր մտերիմ նվիրալների հետ, իր անձնական կյանքի մեջ խորասուզված երանելի կյանքով ապրում է։ Հասկանում եք։ Հաջորդ գաղափարը, որը հնչեց այս տեքստերում, դա նա է եւ այդ է, էլի որ արդեն նվիրալները իրանք դա են տեսնում, որ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը այդ նախասկզբնականը ինքը ներգրաված չի նյութական աշխարհի ոչ արարման, ոչ ոչնչացման մեջ։ Հա? Եվ այստեղ ասվեց նրա մասին, որ վեդաները իրենք խոսում են նրա մասին, որ գերագույն Աստծո անձնավորությունն է արարում, թեկուզ մենք կտեսնենք էլի դա ինչի շնորհիվ է ինքը արարում նյութական աշխարհը, եւ ասենք բան է, բայց իրականում դա այդպես չի, նյութական աշխարհը, եթե շատ կոպիտ ասենք, ինքը իրանով արարվում է, որտեղ ենթարկվում է գերագույն Աստծո անձնավորության կամքին ուղղակի։ Հա? Եվ ինչու է դա արվում, որպեսզի կենդանիակները իրանք հասկանան, որ նյութական բնությունը չի արարիչը, որ նյութական բնությունը ինքը ենթարկվում է գերագույն Աստծո անձնավորության կամքին։ Հասկանում եք։ Եվ հաջորդ գաղափարը, որը այստեղ տրվեց, դա Մահաթի գաղափարն էր։ Մահաթ դա ուրեմն մենք արդեն մի անգամ այդ խոսքին հանդիպել ենք, երբ որ քննարկում էինք Մահաթ տատվան, հա, այսինքն այդ գերագույն բանը, ասեք կներեք
Տեղեկություն եմ խնդրում, կարևոր բաներ, որ ինձ անպայման պատասխանի։ Հա, հիմա, ինչի մասին է խոսքը, երբ որ խոսքը գնում է մահատի մասին։ Երբ որ խոսքը գնում է մահատի մասին, ուրեմն դա այդ նախասկզբնական բանն է, ասեք, նախասկզբնական էներգիան է, չէ՞։ Ուրեմն բաներ, ասվեց, որ այն process-ները, որոնք նկարագրվեցին այս ամբողջ ընթացքում, այսինքն արարչագործության process-ը, բանի արարչագործության ոչնչացման process-ը, այդ բոլոր process-ները իրանք օրենք են։ Օրենք են, որը հիմա արդեն տեքստը կապում է Բրահմայի հետ, չէ՞։ Իրանք օրենք են, որը տեղի է ունենում Բրահմայի մի օրվա ընթացքում։ Մենք ձեզ հետ անցյալ անգամ քննարկեցինք, թե ինչքան է տևում Բրահմայի մի կյանքը, հա, եւ մի օրը կներեք, եւ այդ ամեն մի օրը, չէ, ուրեմն ինքը ունի իր արարման եւ նյութական աշխարհի ոչնչացման ցիկլն է անցնում։ Հիմա այդ նույն օրենքին, ինչպես է տեքստը ասեց, չէ, ենթարկվում է այդ մահատի արարումը, որն է այդ ինչն է այդ մահատը, դա նյութական էներգիան է։ Հիմա, երբ որ մենք խոսում ենք արարման մասին, չէ, մենք արդեն ձեզ հետ խոսացինք մեկ անգամ, որ գոյություն ունի 3 տիպի արարում։ Եթե մենք սանսկրիտ տերմիններով կներեք, բայց այսօր մի քանի հատ սանսկրիտ տերմին պիտի ասեմ, որպեսզի համել բացատրվեն դրանք, որովհետև հիմա մենք սահուն մտնելու ենք Կապիլադևայի ուսմունքի մեջ մի քիչ հետո, չէ, եւ այնտեղ բացատրվելու է փիլիսոփայությունը այդ արարման եւ սանսկրիտ տեքստերը, սանսկրիտ բառերը համենայն դեպս մեկ-մեկ հնչելու են։ Ճիշտ է, ես ամեն անգամ երբ որ ասեցի սանսկրիտ բառը, անպայման կբերեմ իր բացատրությունը, բայց սովորաբար մարդիկ, երբ որ դու բառը ասում ես, ինչքան էլ ուզում հետո բացատրես, իրանք խճճվում են, բայց այսօր ստիպված եմ լինելու, որտեղ մենք պիտի կամաց-կամաց սովորենք հասկանալ արիացիների լեզուն, այն գլխավոր բաներով, չէ՞։ Ուրեմն արիացիներն իրենք ասում են, որ կա 3 տիպի արարում, դրանք կոչվում են մահակալպա, վիկալպա եւ պրոստակալպա, հա։ Ուրեմն մահակալպան, մահա բառը նշանակում է մեծ, հա, ասենց ոնց ասեմ, էլի, представительный, էլի, ասենց արժեքավոր են ամենանախասկզբնական կալպան, հասկացաք, այսինքն կալպա դա դարաշրջան է, այսինքն ժամանակի հետ կապված, էլի։ Հիմա, ինչ է տեղի ունենում մահակալպայում։ Մահակալպան դա այն ժամանակն է, որտեղ գիրագույն Աստծո անձնավորությունը ինքը ընդունում է նյութական աշխարհը արարելու համար իր առաջի մարմնավորումը։ Հա? Այդ մարմնավորումները իրանք ինքը կոչվում է պուրուշա։ Պուրուշա բառը նշանակում է վայելող։ Հա? Գիրագույն Աստծո անձնավորությունը ինքը նկարագրվում է որպես մահապուրուշա, այսինքն ամենամեծ վայելողը, ամենամեծ երանելին եւ ամենամեծ վայելողը, կենդանիակները ուղղակի կոչվում են պուրուշաներ, այսինքն ուղղակի վայելողներ։ Հիմա, ուրեմն այդ մահակալպան դա այն ժամանակահատվածն է, որի ընթացքում գերագույն Աստծո անձնավորությունը այդ փոփոխությունները, որ մենք նկարագրեցինք, չէ, որտեղ ինքը ընդունում է իր առաջի մարմնավորումը։ Հա? Եվ այդտեղ կենտրոնացած է իր ամբողջ նյութական էներգիան։ Հասկանում եք։ Հիմա Երբ որ այդ մարմնավորումը ինքը տեղի ունեցավ եւ այդ ամբողջ նյութական էներգիան իր մեջ կուտակված է, չէ՞, դրանից հետո սկսվում է արդեն արարչագործության ինստրումենտների բանը, արարումը, չէ՞, տարերքները, պես ինչ անցյալ անգամ մենք այդ ամենը նայեցինք, չէ՞։ Ուրեմն
Երբ որ խոսացվում է դրանից հետո, երբ որ այդ բոլոր ատրիբուտները իրանք բան արեցին, չէ, տեղի է ունենում դրանից հետո այդ ամեն ինչը, ոնց ասեմ, այդ ամեն ինչը ինքը ստեղծվում է այդ մահատ էներգիայից։ Մահատ էներգիան դա նյութական էգոն է։ Հասկացաք, չէ՞, տեսեք, երբ որ մենք առանց սանսկրիտի ենք ասում, մենք ասում ենք Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը տվեց իր մարմնավորումը որպես արարիչ, հա, այդ արարիչը ինքը ստեղծեց նյութը։ Այդ նյութը ինքը սկսեց ինչ-որ կոմպոնենտների բաժանել, հիմա չմանրամասնեմ նորից, էլի, ինչ-որ կոմպոնենտների բաժանել այդ նյութը համապատասխան նյութական էգոյի, որը արդեն ունեն կենդանի էակները։ Եվ իրանք այդ ատրիբուտներից, որը արդեն բաժանվել է, որ նյութական աշխարհը պիտի այս ատրիբուտներից կազմված լինի, ամեն մի նյութական էգո ինքը իրան է վերցնում այն ինչ որ իրեն է անհրաժեշտ եւ մարմին է ստանում։ Այսինքն ուստի ինքն է վերցնում կենդանի էակները իրան տալիս համապատասխան իր նյութական էգոյի։ Այդ նյութական էգոն ինքը կոչվում է մահատ։ Հասկացաք։ Հա, դրա համար այստեղ ասվեց, որ այդ նույն արարչագործության եւ ոչնչացման օրենքին է բան ենթարկվում մահատը, այդ նյութական էգոյի արարումը, հասկանում եք, հա, եւ ուրեմն համապատասխան կենդանի էակները համապատասխան կենդանի էակներ իրանք ստանում են համապատասխան նյութական մարմիններ։ Հասկանում եք սերիներ, չէ՞։ Եվ այդ նյութական էգոն դա այդ մահատն է։ Հիմա բանի այդ բոլոր կոմպոնենտների արարումը կատարում է նա, ով որ ինքը կոչվում է այդ մարմնավորումը, մենք անցյալ անգամ ասեցինք, որ ինքը կոչվում է Կարոնադակաշայի Վիշնու։ Չէ՞։ Եվ այդ արարումը, երբ որ արարվում են նյութական աշխարհի կոմպոնենտները, ինքը կոչվում է մահակալպա։ Այսինքն այն ինչ որ առաջնային ամենագլխավոր բանն է, էլի ժամանակաշրջանն է, երբ որ արարվում են նյութական աշխարհի, եթե հայերեն ասած մարտավան մեր լեզվով ասենք, նյութական աշխարհի սկզբունքները։ Հա, հիմա Երբ որ ծնվում է Տեր Բրահման, մենք տեսանք, չէ, որ Շուկատևը Գոսվամին ինքը ասեց, որ Տեր Բրահման ինքը ծնվում է Վիշնուի պորտից, այդ լոտոսի մեջ, այդ ընթացքը, երբ որ ծնվում է Բրահման, հա, դա կոչվում է վիկալպա։ Հասկանում եք, վիկալպա է կոչվում եւ դա այն ընթացքն է, երբ որ ծնվեց Տեր Բրահման, երբ որ Գերագույն Աստծո ազնվոր, երբ որ ինքը սկսեց հետաքրքրվել, թե ինքը ընդհանրապես որտեղից է ծնվել, ինչի համար է ծնվել, սա իր համար ավելի կարևոր էր, չէ, եւ լսեց ձայնը, որտեղ իրան ասվեց, որ գնա եւ կենտրոնացի։ Այդ ամբողջ ընթացքը ինքը կոչվում է վիկալպա։ Հա։ Եվ երբ որ արդեն Տեր Բրահման ինքը հասկացավ իր նախասահմանումը եւ սկսեց գործել, հա, ուրեմն այդ որ ինքը սկսում է գործել, դա կոչվում է բան, էլի, մասնակի արարում, մասնակի ավիրում։ Այդ մասնակի արարումը եւ մասնակի ավիրումը ինքը տեղի է ունենում Տեր Բրահմայի մի օրվա ընթացքում։ Երբ որ ինքը զարթնում է, հա, ինքը ամեն անգամ այդ process-ով է անցնում, որ ինքը չի հիշում ինքը ով է, որ իրան հետաքրքիր է, թե ինքը ինչ պիտի անի, հա, եւ ուրեմն իրականում գիտեք ոնց էլի, այսպես մեզ համար աննկատ ձևով այդ նույն ընթացքով, որը ես հիմա քննարկում եմ, մենք անցնում ենք ամեն մեկս, երբ որ առավոտյան զարթնում ենք։ Ուղղակի դա վարքյանների ընթացքում է։ Տեր Բրահմայի համար էլ է դա վարքյանների ընթացքում տեղի ունենում։ Հասկանում եք։ Ուրեմն, եւ դա արդեն երբ որ ինքը սկսում է արարել նյութական աշխարհը եւ գործունեություն ծավալել նյութական աշխարհում, դա արդեն կոչվում է ուղակի կալպա։
հա, ուրեմն մահակալպան, հա, դա այն ընթացքն է, որտեղ ստեղծվեցին նյութական աշխարհի բոլոր կոմպոնենտները։ Վիկալպան դա այն ընթացքն է, որտեղ այդ նյութական գիտակցությունից կոպիտ ասած ծնվեց նյութական բանականությունը, Տեր Բրահման։ Հա? Եվ դա կոչվում է վիկալպա։ Եվ այդտեղ նյութական գիտակցությունը ինքը զարգացրեց հասկացողություն, թե ինչ է ուզում անել ընդհանրապես այս աշխարհում։ Եվ երբ որ ինքը արդեն անցավ գործողությունների, դա կոչվում է կալպա։ Եթե ասենք բանվել իմաստի հետևից գնանք, չէ՞։ Ուրեմն դրա համար էլ Տեր Բրահմայի ամեն մի օրը հենց այդպես էլ քննարկվում է, որ իր ամեն մի օրը կոչվում է ուրեմն կալպա, չէ՞։ Կա թվարկումը, թե ընդհանրապես ասենք այդ էլի ինչ հարաբերակցություն ունի նյութական դրախտային մոլորակների մի օրը մեր մոլորակի մի օրվա հետ կապված ցիկլերը մենք ես նորից եմ կրկնում, հեսա որ երրորդ երկմտանք այնտեղ առաջագործությունը մանրամասն ենք նայելու, դրա համար հենց այնտեղ էլ այդ հարցը կնայենք։ Այստեղ ուղղակի հետաքրքրության համար կարող եմ նախնականորեն ասեմ, որ Տեր Բրահմայի մի օրը դա բավականին երկար ժամանակահատված է, նրա ամեն մի օրը ունի իր անունը, հա, եւ իր օրը բաղկացած է ուրեմն կներեք իր 30 օրը տալիս է իր բանը մի ամիս, հա, եւ կան սուրբ գրվածքներ, որտեղ Տեր Բրահմայի այդ ուրեմն օրերի հետ կապված բանը ինքը տրված է, ես այսօր ուղղակի կթվարկեմ, եթե ձեզ հետաքրքիր է, կթվարկեմ թե ինչ օրեր են, ուղղակի երկու խոսքով կքննարկենք, թե ինչի հետ է կապված այդ օրվա անունը, այսինքն մենք տեսնում ենք, որ արիացիները այդպես չեն նկարագրում, որ կա 1, 2, 3, 30 օր, հա, ասենք ինչ-որ մի ամսվի և ամսվա անունը, նրա ամսվա ամեն մի օրը ունի իր անունը, օրինակ, կա այսպիսի բան, որ ասենք առաջի օրը Տեր Բրահմայի ինքը կոչվում է Շվետակալպա, հա, Շվետակալպա, այսինքն բան, սպիտակի մաքրության, բանի, լուսավորության, ուրեմն դարաշրջան է դա, իր մի օրը մենք հասկանում ենք, որ դա տիեզերքում հազարավոր յուգաներ են փոխվում։ Երկրորդ օրը կոչվում է Նիլալոհիտա կալպա, այդ կալպան ինքը կապույտ կարմիր ուրեմն գույների հետ կապ ունի, այսինքն դա գերագույն Աստծո անձնավորությունն է, որը ինքը հայտնվում է այդ կապույտ կարմիր տեսքով, մենք հետո կքննարկենք էլի այս ամեն ինչը, ուղղակի հիմա մի հատ թվարկեմ, որ մոտավորապես պատկերացում կազմենք ինչեր ենք հետագայում քննարկելու։ Երրորդ օրը Տեր Բրահմայի ինքը կոչվում է Վամադևա։ Վամադևան դա գերագույն Աստծո անձնավորության այն մարմնավորումն է, այսինքն ամեն մի օրը Բրահմայի ինքը կոչվում է գերագույն Աստծո անձնավորության այն մարմնավորումով, որը այդ օրվա համար գլխավորն է։ Հա, եւ մենք հետո կքննարկենք էլի ամբողջ Բաղավատամում իրականում այդ մարմնավորումներն ենք քննարկելու, ուրեմն Վամանադևան ինքը գերագույն Աստծո անձնավորության մի շատ կարևոր մարմնավորում է, որտեղ մենք տեսնելու ենք, թե ինչպես գերագույն Աստծո անձնավորությունը ինքը, եթե կարող ենք այսպես ասել, խորամանկություն կիրառեց, որպեսզի դեմոններից հետ խլի կիսաստվածների բարձր մոլորակների համակարգը եւ վերադարձնի դրախտային աշխարհները եւ վերադարձնի այն կիսաստվածներին։ Չորրորդ օրը դրա կոչվում է Գաթանտարա, հա, Գաթանտարան ինքը դա ուրեմն բանի պիտի խոդի այդ ինչ-որ մի բանից մի բան է անցնում, հա, կամ ինչ-որ մի տեղից մի տեղ է գնում, սա է իմաստը այդ բառի,
5-րդ օրը նրա կոչվում է Ռաուրավա։ Ռաուրավան դա իրականում դժոխային մոլորակներում գտնվող դու տառապանքով լի վայրերից մեկն է եւ սա նշանակում է, որ այդ Ռաուրավան ինքը բավականին անբարենպաստ ուրեմն օր է Բրահմայի հաջորդը 6-րդը կոչվում է Պրանա։ Պրանա բառը նրանք ովքեր որ յոգայով են զբաղվում, իրենք պրանա բառը շատ լավ գիտեն։ Պրանայաման ինքը դա բան է, կյանքի էներգիան է, որը հոսում է ուրեմն կենթանիակի մարմնի մեջ եւ ղեկավարվում է օդով, հա։ Եվ դրա համար է, որ յոգերը իրանք շատ մեծ նշանակություն են տալիս շնչառական վարժություններին, դա հենց պրանայի հետ աշխատելու գործընթացներն են։ 7-րդ օրը նրա կոչվում է Բրիհատ Կալպա։ Բրիհատ Կալպա դա բան է, էլի, այսինքն մեծ կալպա, հա, անսահման ահռելի կալպա, այդպես։ Այդ ամենը մենք հետագայում կնայենք, էլի։ 8-րդ օրը կոչվում է Կանդարպան։ Կանդարպան դա արիացիների սիրո աստվածն է, հա, այսինքն տրփանքի աստվածն է Կամադևը։ 9-րդ, հա, 9-ի վրա չի կանգնեցի, 9-րդ օրը կոչվում է Սադյոթա, հա, որը ինքը մատնանշում է, այսպես էլի, ոնց որ ասեց, հենց հիմա ազատագրում, հա, այսինքն բաների ակնթարթային ազատագրման կալպան է։ 10-րդը դա Իշանան է։ Իշանան դա այն վայրն է, որտեղ որ բնակվում է Տեր Շիվան, նաև Իշանա է կոչվում։ 11-րդ կալպան դա մեդիտացիայի կալպան է, այսինքն ධյանան է։ 12-րդ կալպան դա գիտելիքի կալպան է, այսինքն Սարասվատի աստվածուհու ներքո, հենց այդպես էլ Սարասվատա էլ կոչվում է, եւ դա ինքը մատնանշում է գիտելիք եւ արվեստ։ Ինչի որ աստվածուհին է Սարասվատին։ 13-րդ կալպան ինքը կոչվում է Ուդանա։ Ուրեմն Ուդանա դա բաների կյանքի ուժի, հա, կյանքի ուժի յոգայի մեջ դա կյանքի ուժի այն ուժն է, որը պատասխան է տալիս վերելքի համար, հա, եւ ուրեմն այդ կալպան էլ ինքը կոչվում է Ուդանա։ Նրա 14-րդ օրը կոչվում է Գարուդա։ Գարուդան դա այն թռչունն է, որի վրա նստած է Գերագույն Աստծո անձնավորությունը։ Հին աշխարհներում, եթե դուք մի փոքր ուշադրություն դարձնեք, ապա կտեսնեք, որ հին աշխարհներում այդ թռչունը ինքը շատ է օգտագործվում որպես շատ միստիկական սիմվոլ։ Մենք ասում ենք դա ուղղակի արծիվ է, բայց դա իրականում ամենտեղ նկարագրված է հենց Գարուդան, հա։ 15-րդ օրը Տեր Բրահմայի ինքը կոչվում է Կաուրմա կամ Կուրմա, հա, որովհետև դա վերաբերվում է, երբ որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ընդունեց բանի Չիրիպախը, վայ, հայերեն Չիրիպախան ոնց էր։ Բառը հիմա չի գալիս, էլի, Չիրիպախան հասկացաք, չէ, կրյա, հա, այ կրյայի մասին է խոսքը։ Ուրեմն Կաուրման դա այդ կրյայի մարմնավորման, Գերագույն Աստծո անձնավորության կրյայի մարմնավորման անունով է տված։ 16-րդ օրը դրա կոչվում է Նարասիմհա։ Նարասիմհան դա այն կերպարանքն է, որը Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ստացավ որպես առյուծամարդ։ Մենք հետո կքննարկենք, թե ինչու այդպիսի բառի վերցրեց ինքը, եւ ինքը պատառոտեց մի հատ դեմոնի ուրեմն մարմինը, շատ հետաքրքիր եւ գեղեցիկ պատմություն է լինելու այդ պատմությունը, շատ խոր իմաստ։ 17-րդ օրը նրա կոչվում է Սամաթի։ Սամաթին դա տրանսցենդենտալ գիտակցությունն է, որտեղ կենթանիակի գիտակցությունը ինքը բացարձակապես 100%-ով ուրեմն խորասուզված է արդեն հոգևորի մեջ,
հա, մեր ժամանակներում ես միշտ ասում եմ դա, շատ ցավով եմ ասում, որ սամադհի եւ տրանսցենդենտալ բառերը իրանք այնպես են արժեզրկվել, էլի, որ ինչ-որ 10-15 րոպեանոց, չգիտեմ, 5 վայրկյանանոց երևույթները մարդիկ իրանց վերապահում են, որ ասենք այդպիսի հայտարարություններ են անում, որ իրանք սամադհի մեջ են։ Հաջորդը դա ագնեյան է, հա, այսինքն ագնի օրն է, ագնին ինքը կրակի աստվածն է եւ շատ մեծ նշանակություն ունի ընդհանրապես նյութական աշխարհում եւ ասենք հոգեվոր կյանքում, որտեղ եթե դուք ուշադրություն դարձնեք, բացարձակապես բոլոր կրոնները իրանք, ես սովորաբար ասում եմ, ինչ-որ խաղեր ունեն կրակի հետ։ 19-րդ օրը Տեր Բրահմայի ինքը կոչվում է Վիշութա։ Վիշութան դա Վիշնուի անունի հիմքի վրա է, հա, այսինքն այն ինչը որ բան է ծնունդ է ստացել Վիշնուից, այսինքն Արարչից։ 20-րդ օրը դրան կոչվում է Սաուրա, այսինքն Սուրիա, հա, Սուրիա բառից է դա, իսկ Սուրիան դա արևի աստվածն է։ 21-րդ օրը նրա կոչվում է Սոմակալպա, ուրեմն Սոման դա արդեն կապ ունի լուսնի հետ եւ մարմնավորում է լուսինը։ 22-րդ օրը կոչվում է Բհավանա կալպա եւ դա բանի ոգևորության, ոգեշնչման, հա, նախնավենիա, ոգեշնչման ուրեմն բանն է, դարաշրջանն է, որտեղ կենդանեակը ինքը բան է անում, էլի, իրականացնում է իր մտքերը նյութական աշխարհում, հա, 24 օրն է իր բանը, կներեք 23-րդ օրն է իր սուպուման, սուպումակալպան ինքը խոսում է բանը, ինքը սուպումա խոսքը նշանակում է բան, մեծ սուրբ, հա, այսինքն դա մաքուր սրբության օրն է Բրահմայի, հա, 24-րդ օրը ինքը կոչվում է Վայկուդղա, Վայկուդղան դա մենք քննարկել ենք ձեզ այդ բազմիցս, որ դա հոգևոր աշխարհի ամենաառաջի շերտն է, որտեղ ապրում են այն կենդանիակները, որոնք խոնարհվում են Գերագույն Աստծո անձնավորության բանին, ասեք, հզորությանը, հա, 25-րդ օրն է Արչիշա, Արչիշա դա նշանակում է բան, լույս տվող, իմ անունն է բան, Արչի, չէ, ինքը նշանակում է շող, լույսի շող, լույս տվող, հա, եւ դա ուրեմն այդ օրն է, որտեղ այդ լուսավորության պրոսվետիոննիստի, հա, լուսավորության այդտեղ կալպան է տեղի ունենում, ուրեմն 26-րդ օրը իր դա Վալի կալպան է, հա, այ հենց այդ Վալի թագավորի մասին է, որ մենք շատ հետաքրքիր մեծ գեղեցիկ պատմություն ենք ունենալու, այսինքն, որը ինքը հզորության կամ ուժի մարմնավորումն է, կարելի ասել, եւ ուրեմն Բրահմայի այդ օրը ինքը ուժի բանի տակ է անցնում, 20-րդ օրը Վայրաջան է, Վայրաջան դա բանն է, Բրահմայի մաքուր բանականության, մաքուր բանականությունից ծնված կենդանեակներն են, 28-րդ օրը դա ինքը կոչվում է Գաուրի կալպա, հա, Գաուրին ինքը Գաուրանգան դա Տեր Չայտանյանն է, որի մասին մենք դեռ քիչ ենք խոսել, համարյա չենք խոսել, բայց Գաուրի բառը ինքը նշանակում է ոսկուց, հա, այսինքն փայլատակող, այդ ոսկուն ասում են Գաուրի, եւ Աստվածուհին ինքը կա Աստվածուհի, որի անունն է Գաուրի Աստվածուհի, ինքը ուրեմն բանն է այդ բան էլի արևի պես շողացող շակտին է, այսինքն էներգիան։ 29-րդ ուրեմն օրը Տեր Բրահմայի դա Մահեշվարա է կոչվում այդ կալպան, հա, Մահեշվարա դա Տեր Շիվայի անունն է։ Եվ ամենավերջի 30-րդ օրը դա ուրեմն Պայտրի կալպան է, Պայտրի կալպան ինքը
ուրեմն կապ ունի նախահայրերի հետ։ Նախահայրերի հետ կապ ունի եւ ուրեմն սրանք են այն օրերը, որը ապրում է Տեր Բրահման։ Հետագայում երրորդ երկի մեջ, երրորդ երկը քննարկելիս մենք դες այդ մանրամասը կդիտարկենք, թե ուրեմն այդ օրը, որտեղ միլիոնավոր եւ միլիոնավոր բաներ դարաշրջաններ են անցնում, թե այդ օրը ինքը այդ միջանկյալ արարչագործությունը ինքը որն է այն հիմնական էներգիան, որը նստում է այդ արարչագործության վրա, այսինքն այդտեղից մենք կարողանում ենք հասկանալ, թե ինչպիսի կենդանի էակներ են այդտեղ ծնվում, էլի, ինչ հոգեբանական երանգով։ Բայց դա մեր հետագա ուրեմն քննարկումների խնդիրն է, այսօր ես ուղղակի այսպես թռուցիկ թվարկեցի այդ ամեն ինչը եւ ինչ-որ մի փոքրիկ իմի բերեցինք, թե ինչի մասին էր խոսքը, երբ որ խոսացվեց այս 2-3 տեքստերը։ Եվ վաղը արդեն կարծում եմ, որ կավարտենք 10-րդ գլուխը եւ արդեն կանցնենք 3-րդ երկի։ Այսօր այսքանը, սիրելիներս, ստեսություն։